Ունենք տաղավարում հյուր, խոսելու ենք շատ հետաքրքիր մի նախագծի մասին։ Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը հոսք հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է Notations, երաժշտական լաբորատորիան և փառատոնը, որն այս տարի կրում է Rituals, ծեսեր խորագիրը։ 12 օր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետներ և արվեստը սիրող գնահատող մարդիկ գնահատելու են, հետազոտելու են ձայնը, պերֆորմանսը, ինստալյացիան և այս ամենը ծեսի ուժի ներքո։ Այս պահին տաղավարում հյուրընկալել ենք հոսք հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե Գալստյանին։ Բարի գալուստ, Շողակաթ։ Շնորհակալություն հրավերի համար։ Մի անգամից ուզում եմ հարցնել, ինչու այս տարի կենտրոնացաք ծեսերի վրա, 21-րդ դար և ծեսեր, միթե դա այդքան կապվող է։ Իրականում հարցին պատասխանելու համար պետք է մի հատ անդրադառնանք անցած տարի մենք ունեինք այլ խորագիր ու ունեինք Ավետ Տերտերյանի սիմֆոնիան համար 3, դա մեր միշտ թեման լաբորատորիայի դա սկզբնաղբյուրն է, այսինքն մենք այդտեղից սկսում ենք մեր ճանապարհը։ Եվ երբ որ մտածում էինք արդեն մեծ անձնակազմում թե ինչ կարող է լինել այս տարվա թեման, իրականում մեզ թվում է տենց ծեսերը ինչ որ մի բան է, որ մենք գնացել ենք, որովհետև հիմա ամեն ինչ ծեսերի մասին է, այսինքն նույնիսկ skin care rituals կամ չգիտեմ իմ առավոտը եւ ոնց եմ սկսում, իմ առօրյան ոնց եմ կառուցում, անգամ մի գավաթ սուրճը ծես է։ Այո, ու ծեսը ինքը իրականում համայնքի երկխոսության եւ նաեւ ինչ որ միտեղ սերունդների երկխոսության մի հատ մշակույթ է։ Մենք այդպես ենք իրեն տեսնում եւ այս տարի փորձում ենք արվեստագետների հետ, հետազոտողների հետ վերաիմաստավորենք եւ ինչու՞ չէ նաեւ խոսենք ապագա ծեսերի մասին, թե ինչպես են ստեղծվում, որտեվ կան ինչպես մեր առօրյան լի է ծեսերով, բայց նաև մենք երբեք իրեն ծես որպես չենք օգտագործում, մենք օգտագործում ենք որպես սոցիալական, կարելի ասել, սոսինց, ու հիմա մենք երևի թե սկսել ենք ծեսերից ու փորձում ենք հասկանալ, թե արդյոք արվեստագետները ինչպես են տեսնում դրա ապագան, անցյալը կամ նաև վերաիմաստավորում Շատ հետաքրքիր բան ասացիք, Շողակաթ, փորձում ենք հիմա ստեղծել։ Իսկ ընդհանուր ընկալման մեջ արդյոք ծեսը այն չէ, ինչը որ կարծես անգիտակցաբար դարերի ընթացքում ստեղծվում է, այնուհետև ամրանում է ժողովրդի կենցաղի պատմության մեջ, միթե կարելի է գիտակցաբար ծես ստեղծել։ Այսօր ստեղծում ենք ծես։ Իսկ հետազոտողները ավելի լավ կպատասխանեն այս հարցին, բայց բազմաթիվ փորձեր կան եղել են ծեսեր ստեղծելու, բայց կուզեմ նշել, որ մեր նպատակը չի ստեղծել մասսայական նոր ծես, հա։ Մեր նպատակն է երևի թե որտեվ ծեսի մեջ նաև կա այդ միջդիսցիպլինարությունը, այսինքն միջոլորտայինությունը, որտեղ օգտագործվում է պատկեր շատ հաճախ, չգիտեմ, կարա լինի համ, կարա լինի նաև, չգիտեմ, ձայն եւ այս ամեն ինչը, եւ միշտ ծեսից հետո դու այդ նույն մարդը չես էլ, բայց շատ հաճախ ոչ մի բան քո հետ կարող է եւ ֆիզիկապես չկատարվի։ Նույնիսկ եթե մենք վերցնենք, չգիտեմ, կարող եմ օրինակ մի քիչ վաթնչի, բայց ամուսնության ծեսը, այսինքն երբ որ մենք գնում ենք ԶԱԳՍ-ի, հա, ոնց որ չգիտեմ, մեր գրանցման կետը մեր հետ ոչ ման չի կատարվում, բայց այդ ծեսից հետո մենք էլ այդ նույն մարդը չենք, մենք արդեն այլ կարգավիճակում ենք ու ինչ որ միտեղ արվեստը նաև ունի այդ ուժը։ Երբ որ դու իր հետ շփվում ես, դու էլ այդ մարդը չես, ինքը այդ քվանտային ուժ ունի իր մեջ ու երևի թե այս բոլոր մի քիչ ասենց խոճուճ է ստացվում մտքերը առավոտվա համար, հուսով եմ մեր լսողների համար sense չի լինի, աստված իմ, ես ինչ առավոտ ենք ունենում այսօր, բայց ինքը դրա մեջ ունի այդ մոգականությունը ու երևի թե մենք մեր արվեստագետների հետ այդ անցման մասին ենք ավելի շատ մտածում ու խորհում ու շատ աշխատանքներ կան, որոնք ստեղծված են օրինակ առօրյա տունը մաքրելու ծեսի վերաիմաստավորման մասին կան նաև, չգիտեմ, շատ տարբեր են աշխատանքները, որտեղ 111 արվեստագետ ունենք աշխարհի տարբեր ծայրերից եւ Հայաստանից նույնպես իհարկե, եւ ունենք մի վայր, որտեղ մենք ստեղծարար, ստեղծագործական, չգիտեմ,
արարչական կամ արվեստային սխալի կողքին ենք, այսինքն մենք ամբողջ չի ստեղծենք մի անգամից արդյունք, որը գերազանց է, մենք ստեղծում ենք գաղափարներ եւ օգոստոսի 1-ին եւ 2-ին հանրությանը ներկայացնում ենք այն ամեն ինչը, ինչի շուրջ աշխատել ենք։ Ու Էլ եմ նշում, որ ծեսը մեր սկզբնակետն է եղել եւ հիմա արդեն մեր արվեստագետները թռիչքի մեջ են ու արդեն թե որտեղ կհասնեն, ուր կհասնեն եւ ինչ կանեն, դա մենք կտեսնենք արդեն օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Իրա մեջ կա այդ երևի թե կարելի ասել այդ միստիկությունը, որ նույնիսկ մենք չգիտենք ոնց որ ինչի մաս, նույնիսկ իրանք չգիտեն ինչի մասին է լինելու վերջնական աշխատանքները, բայց երևի թե դա էլ նաեւ այդ գեղեցկությունն է, որովհետեւ երբ որ դու գալիս ես լաբորատոր արդյունքին տեսնելու, դու լինում ես հենց այն նույն ճարտարապետը, որը ձևավորում է հետագա, չգիտեմ, արվեստը, որովհետև նաև ինչ է լինելու։ Մենք միշտ մտածում ենք, որ մեր անհատական սպառումը երբեք ոչ մի բան չի փոխում, բայց մենք ենք պահում այդ արվեստագետներին, որոնք նաև գործելու են վաղը։ Շնորհակալ, այնքան ինֆորմացիա եք տալիս մեր պատասխանի ընթացքում, որի մոտ վարքյանական հարցերը փոխվում են, որովհետև ասում այ հիմա սրա մասին կհարցեմ, բայց փորձենք պարզաբանել։ Կազմակերպչական Գիտեմ, որ ժամանելու են, ինչպես ասացիք, աշխատելու է ընդհանուր ավելի քան 110 փորձագետ լաբորատորիայում։ Շատ հետաքրքիր է հնչում, ինձ թվում է, թե պետք է լինի ինչ-որ ճշգրիտ գիտությունների հետ կապված լաբորատորիա, փորձագետներ, հետազոտողներ, այնինչ մենք խոսում ենք արվեստի մասին։ Այնուամենայնիվ կան հնչեղ անուններ։ Խնդրեի, որ նշեիք, ովքեր են այդ աստղերը այս տարվա եւ ընդհանրապես ովքեր են տեղացիները ներկայացնելու այդ լաբորատորիան։ Այս իմ ամենա տենց բան հարցն է, որ ես միշտ ասում եմ, ով է չմոռանամ, ում նշեմ, ում ասեմ, բայց երևի թե մի փոքր նաեւ պատմեմ ինչը իրանից ներկայացնում է լաբորատորիա ասվածը, մենք ունենք մասնակիցներ, բայց նաեւ ունենք մենք բաժիններ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք լաբորատոր 111 մասնակցի մասին, մենք չենք խոսում, որ 111-ը անընդհատ իրար հետ աշխատում են։ 111-ը կապ, այսինքն 111-ը հիմա ֆիզիկապես բոլորս մեկ տեղում ենք, բանը պետական ֆիլհարմոնիա, ոչ, պետական ֆիլհարմոնիայում ենք ամբողջ օրը եւ նաեւ իրար հետ նաեւ բաժանված ենք տարբեր խմբերի։ Այսինքն գոյություն ունի մի խումբ, որը օրինակ սոմատիկ աշխատանքներ են իրականացում, իրենց խումբը օրինակ չգիտեմ, միջև 5 հոգի է, կամ մի խումբ, որը, չգիտեմ, նոր ջազային մի խումբ է, այսինքն այնտեղ մոտապես ունենք 3 նվագախումբ, մեկը ջազային, մեկը դասական եւ մյուսը տենց ազգային ու ամենտեղ կա էլեկտրո, որովհետեւ հոսք հիմնադրամում մենք մաքուր արվեստի ֆորմայի մեջ չենք, հիմնականում մենք սիրում ենք իրար կներեք, հուսով եմ բանջայցի, բանը միշտ իրար հետ խառնում ենք, որովհետև մենք հավատում ենք այդ արվեստ, տեխնոլոգիա եւ գիտություն հանդիպման մասին եւ Հայաստանում նրանք բոլորը կան։ Մենք ունենք գիտական համայնք, մենք ունենք տեխնոլոգիական համայնք, մենք ունենք մշակութային համայնք, բայց իրենց խաչմերուկը տենց որ ասեմ, սենց մի քիչ քարքարոտ է, շատ հաճախ իրանք չեն հանդիպում եւ նաեւ հիմա աշխարհում այդ խաչմերուկը շատ կարեւոր է, որովհետեւ ստեղծարար միտքը ու այդ նաեւ այդ փոփոխությունների ձգտումը հենց այս 3 միավորների մեջ կար ու նենց չի որ մարդիկ պարտավոր են իրար հետ աշխատեն, բայց նաև կա այդ լավ կլիներ։ Հա, չէ, հենց գիտնական ինքը նույնպես շատ մեծ ստեղծագործող է։ Շատ մեծ ստեղծագործող է, շատ մեծ մտքի թռիչքի տեր անձնավորություն է։ Նույն տեխնոլոգիաների մարդն էլ, բայց հիմա որ գայսենք խոսքը աստղերին։ Այստեղ ունենք նաև մի հատ sense հատված, երբ որ մենք կառուցում ենք արդեն փառատոնը, մտածեցինք, որ շատ կարևոր կլինի, որ նաև ունենանք հատուկ հյուր ժամանած, որովհետև ուզեցանք ցույց տալ, որ մեկ փառատոնի ընթացքում ինչքան այսպես ասած ձևակերպված եւ հայտնի անձնավորությունը, այնպես էլ նոր ստեղծված աշխատանքը կարող են լինել միասնական ցուցադրության մեջ, որը այցելուին կտա նաեւ այդ ճամփորդությունը, այսպես ասած էսկիզից մինչեւ վերջնական արդյունք եւ համաշխարհային աստղ, չգիտեմ, այդ բառը մի քիչ շատ
ծանր բառը դառել կամ շատ մաշված բառը ճանաչված երևի թե կամ հարգանք վայելող brand Braunschweig խումբն էլ գալու մեզ մոտ, որը ինքը շատ հետաքրքիր էլեկտրական երաժշտության մասին է խոսքը գնում, էլեկտրոնային երաժշտության մասին է խոսքը գնում, բայց եթե մեր լսողները չեն լսել դեռ, խորտ կտամ լսել, որտեվ իրականում ինքը մի այլ ձևի է աշխատում ձայնի եւ ռիթմի հետ եւ ինչպես նաեւ ունենք շատ տարբեր հենց փառատոնին շատ տարբեր համադրված շոուքեյսներ եւ ինստալյացիաներ, չգիտեմ, Ռամբալկոշի արվեստագիտական համայնքի կողմից, Cyberfolk-ի կողմից, այսինքն իրենք շատ են, ծրագիրը շատ խառն է, երբ որ սկսեմ sense պատմել ավելի եմ խճճում մարդկանց, կարող եմ մենակ ասել, բարձրաբանենք ներողություն, այդ բոլոր ձեր նշած ներկայացումները, եթե պայմանական այդպես հասանելի են հասարակ մարդկանց, կարող են գալ, տեսնել, վայելել ինչ որտեղ այդպիսի ծրագիր է։ Այո, այդպիսի ծրագիր է։ Օգոստոսի 1-ին եւ 2-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում, ինչպես նաև ազգային պատկերասրահում մենք ունենալու ենք ցերեկային ծրագիր, որը իրանից ներկայացնում է ժամը 12-ից մինչև ժամը 7-ը օգոստոսի 1-ին եւ ժամը 12-ից մինչև ժամը 8-ը, կնեք ժամը 10-ը օգոստոսի 2-ին եւ ունենք նաև երեկոային եւ գիշերային ծրագիր, որը տեղի է ունենում Հայ ֆիլմում գից մոստում, որտեղ արդեն մենք ունենք ավելի տենց գիշերային ու էլեկտրոնային ծրագիր, ինչպես նաև ինստալյացիաներ։ Իսկապես շատ հետաքրքիր է։ Շողակատ, ուզում եմ երևի կարելի է այդ հարցը անձնական անվանել։ Ձեր վերաբերմունքը, այ խոսում եք ստեղծարարական մտքի մասին, արարչական մտքի մասին, որն է այսօր ձեզ համար անձամբ ավելի արժեքավոր։ Արհեստական բանականության կողմից հմտորեն գեներացված որևէ միտք, որը չեք կարող այսօր ասել, որ արժեք չի ներկայացնում։ Թե այնուամենայնիվ մարդու կողմից գեներացված ստեղծարարական միտքը արդյոք համարժեք են, արդյոք համադրելի են։ Իրականում արհեստական բանականության հետ կապված ոչ մի պատասխան միանշանակ չի, քանի որ ինքն էլ է ամեն պահ փոխվում ու որպես գործիքակազմ ինքն էլ է փոխվում։ Եթե երբ որ նոր ստեղծված էր, ինքը դեռ այդքան հասանելի չէր օրինակ վիզուալ արվեստագետներին, բայց հիմա ինքը արդեն գործիք է դառել։ Ու հոսքում հենց մենք նայում ենք, որ արհեստական բանականությունը ինքը հենց գործիք է արվեստագետի կողքին։ Մենք չենք դասում իրան համատականի մեջ, տեսնենք ում մոտ ինչն է լավ, բայց մենք փորձում ենք նաև նույն մեր կրթական ծրագրերի շրջանակում բերել եւ ճիշտ տեղում օգտագործելի դարձնել հենց նույն արհեստական բանականությունը, որովհետև ինքը շատ լավ գործիք է ու շատ հեշտացնում է շատ աշխատանքներ հենց արվեստագետների կողմից, որոնք վրա մարդիկ շատ երկար են տանջվում, հիմա շատ ավելի հեշտ է ու միտքդ կարա լինի ավելի ստեղծարար, բայց երբ որ ինքը մնում է տենց այդ վախերի կամ համատականի մեջ ճիշտ վայրում չի հայտնվում արվեստագետի ձեռքերում ու տենց մենք սկսում ենք իրան ինչ որ կամ օգտագործել կամ վախենալ կամ ես կարող եմ ասել ինքը գործիք է, կարող է ոչ բոլորի համար է այդ գործիքը, լիովին ընդունում եմ, կան արվեստագետներ, որոնք հիասքանչ ստեղծագործում են առանց արհեստական բանականության եւ դա այս դրա մասին է իմ հարցը գրեթե եւ դա հիասքանչ է եւ կան արվեստագետներ, ովքեր շատ լավ օգտագործում են արհեստական բանականությունը եւ դա նույնպես հիասքանչ է։ Այստեղ գալիս է այն հարցը, արդյոք ով է հեղինակը, երբ որ արհեստական բանականության է օգտագործվում, բայց սա երևի թե մենք մտնում ենք արդեն հեղինակային իրավունքի մեջ, բայց մի բան հստակ է, որ արդեն մեր իրականության մեջ ինքը կա ու դա արդեն արվեստագետի ընտրությունն է, արդյոք ինքը ուզում է կրթվել եւ օգտագործել, թե չի ուզում։ Եվ ինձ թվում է ամենագեղեցիկ բանը, որ կարա մարդու կյանքում լինի, դա ազատ ընտրության հնարավորությունն է ու մեր համար շատ կարեւոր է, որ արվեստագետը իմանա եւ
ունենա այդ ազատ ընտրությունը։ Մենք դրա համար ունենք կրթական ծրագրեր, որտեղ մենք փորձում ենք իրան ներկայացնել, գործիքակազմը ներկայացնել եւ ամեն ինչը, որից հետո դու դեռ կարող ես իրան չօգտագործել։ Ամեն ինչ, գիտեք, այստեղ առանցքային բառը դեռն էր։ հա, բայց Կարծում եմ կանխուսափել է։ Իսկ ինձ թվում է, որ կլինի արվեստագետներ կամ արվեստագետների բանակ ցանկացած ճյուղում արվեստի, ովքեր հպարտորեն կասեն ես անգամ չեմ դիպչել արվեստական բանական, լինի դա տեքստի ստեղծում, լինի երաժշտության, լինի պատկերի եւ դա կլինի շատ ավելի պայմանական ասած անարատ ստեղծագործություն, քան եւ գնալով դա նշվում է, այսինքն շատ հաճախ նշվում է, որ այս գործը օգտագործվել է, այս գործը չի օգտագործվել։ Այո, օրենք պետք է գործի, որ անպայման նշվի որքանով է կամ օգտագործվել է թե ոչ։ Շնորհակալ Բայց մի բան էլ նշեմ, ուղղակի sense, երբ որ մեզ թվում է, որ արհեստական բանականությունը մենակ Էմպանին ամերիկայում, երբ որ մենք ընտրությունը կատարում ենք, կուզեի ասել, որ հիմնականում դա այդպես չէ, այսինքն արհեստական բանականությունը նաև օգնում է մեզ շատ այլ ոլորտներում, նույնիսկ, չգիտեմ, մեր հեռախոսներում, մեր առօրյա տարբեր տեսակի խնդիրներում, թե երբ է լուսատուն վառվում, երբ է օդանավը իջնում, այսինքն այդ հարցերում էլ իրանք կան արդեն, այսպես ասած արհեստական բանականությունը որպես գործիք ու երևի թե եթե արվեստագետը որոշել է չընդունել իր ստեղծարար կյանքում արհեստական բանականությունը, դա միայն հարգանքի արժանի եւ նույն ձևի, երբ որ որոշել է ընդունել, դա նույնպես միայն հարգանքի արժանի, որովհետեւ մենք նաեւ հիմա գտնվում ենք արհեստական բանականության նախնադարում։ Այդ էլ պետք է ընդունենք, որովհետեւ ինքը ստեղծվել է մեր հետ եւ մենք առաջիններն ենք այսպես ասած, եթե նայենք 50 տարի հետո կամ 100 տարի հետո ինչ որ մի պահի պատկեր է լինելու։ Ինչ որ մի պահի մարդկացել են հնում արհեստական բանականությունը օգտագործում են այսպես։ Հետաքրքիր պատկերացում էր։ Քանի որ երկրորդ տարին է, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս, հետաքրքիր է իմանալ որն է, որ պահպանվել է, նկատի ունեմ կազմակերպչական եւ այն ինչը որ կորիզն է ձեր նախագծի եւ ինչ նորարարություն կլինի այս տարի, որի հաշվին տարին կարծես տարբերվելու է նախորդից։ Անցած տարի, երբ որ մենք սկսում ենք ունենք նաև մեր համադրողների համայնքը, ովքեր այսպես ասած նաև խմբերի հետ են օգնում են իրենց աշխատանքները ձևավորել եւ առաջ տանել, մենք ասում ենք, գիտեք, մենք անցած տարի ունենք երևի թե կեսը թվով մասնակից, ասում ենք, արդեն շատ էր։ Այս տարի կարող ենք ասել, որ անցած տարի ինքը շատ ավելի երաժշտական էր, այս տարի ինքը շատ ավելի բազմաբնագավառային է, որովհետև օրինակ անցած տարի շատ ավելի քիչ ունեինք պերֆորմանսի արվեստագետներ, պարողներ, վիդեոարտի մասնագետներ եւ իրոք շատ մեծ էր երաժշտական համայնքը։ Այս տարի մենք փորձում ենք այդ երաժշտականությունը նաեւ այսինքն հավասար չափ ու հավասար պայմաններում դնենք նաև մյուս ոլորտները, դա շատ ամենամեծ փոփոխությունն է տեղի ունենում։ Մյուս փոփոխությունը տեղի ունենում, որ ինքը իրոք մենք ունենք այդ տարածքային նոր, այսպես ասած, գաղափարակից կազմակերպություն, որը ինչպեսին է ազգային պատկերասրահն է, որը նաև բացեց իր դռները ժամանակակից արվեստի ինստալացիաների համար եւ նաև ունենք մի հետաքրքիր եզրույթ այս տարի, որ երևի թե անցած տարի դա ինչ-որ sense ինքնաբերաբար ստացեց, դա հենց փառատոնի հատվածն է, որ անցած տարի մենք ունենք փառատոն, որը միայն լաբորատորիայի աշխատանքներն են, այս տարի ունենք մենք փառատոն, որտեղ նաև մի բաց հրավեր է տարբեր արվեստագիտական խմբերի կամ տարբեր արվեստագետների միանալու եւ մենք ուզում ենք, որ ընդհանրապես notation-ը դառնա որպես ժամանակակից արվեստի միջբնակավարային մի հատ մեծ երևույթ քաղաքի համար ու գիտեք ինձ հետաքրքիր է այդ մեր մեծ երազանքը որպեսզի մենք վայելենք այդ ստեղծարար միտքը ու նաև ինքը չլինի մարգինալ, ինքը լինի շատ հասկանալի երբ թե վատ բառեր, եւ թե հասանելին ավելի ճիշտ է հանրությանը, որովհետեւ նաեւ նպատակ ունենք, որ արվեստի նորարարությունները չպտտվեն միայն արվեստի համայնքներում, իրենք նաեւ դուրս գան, քանի որ իսկ թվում է մեր հանրությունը
շատ ավելի պատրաստ է ժամանակակից գաղափարների, նորարարությունների, քան թե մենք պատկերացնում ենք։ Ինչպես ասում են, պարզը դեռ պարզունակը չէ եւ արվեստը ավելի հասանելի դարձնելու համար կարծում եմ դուք գործադրում եք բոլոր ջանքերը տարբեր, ինչպես ասացիք, բազմաբնագաբար ոլորտներում ներկայացնել եւ հասանելի դարձնել արվեստի համայնքի, մշակութային համայնքի։ Իսկ Notation կազմակերպությունը հիմնականում, ինչպես ասում են, փառատոն, այնուհետև գալիս են առօրյա հոսքագծային աշխատանքային շրջան եւ ինչով է զբաղվում փառատոնից դուրս Notation ընկերությունը։ Notation-ը ծրագիրն է հոսքը փառատոնից դուրս հիմնադրամ է, որը հենց միտված է արվեստ, տեխնոլոգիա եւ գիտություն խաչմերուկը զարգացնելու Հայաստանում ու մեր նպատակներից է կրթական ծրագրերի շնորհիվ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դա կարող լինի մեկօրյա դասախոսություն կամ մի ամբողջ բան վարպետությունների շարք կամ հիմա արդեն նախագծվում է պետական կրթական հաստատություններում նոր կուրսերի ձևավորում եւ նաեւ լաբորատոր ֆորմատներում, երբ որ մենք տալիս ենք հնարավորություն արվեստագետներին ստեղծել նոր բան։ Այստեղ էլ մի հատ հետաքրքիր բան ասեմ, ինչի ենք մենք լաբորատորիաների միջոցով անում, որովհետեւ մենք աշխատում ենք մի համայնքում, որտեղ ռեսուրսները շատ քիչ են, եւ երբ որ դու հասնում ես ինչ որ մի մակարդակի, որպես արվեստագետ, շատ դժվար է այդ մակարդակում գնալ փորձարարության, որովհետեւ դու պայքարել ես, որ հայտնվես, այսինքն ես խոսում եմ երբ որ դու քո ստեղծարարական մտքի 20-ականներում ես ու կամ 30-ի սկզբերում կամ 20-30 այդ հատվածում երբ որ դու ունենում ես մի փոքր հայտնիություն կամ մի փոքր պնդանում ես քո տեղում շատ դժվար է փոքր համայնքում գնալ փորձարարության, որովհետև առաջին բանը դու կարող ես կորցնել այն ինչ նաև ունես։ Եվ դրա համար մենք ստեղծում ենք այս ապահով տարածքը լաբորատոր, երբ որ նաև կա, այսինքն ոլորտում գտնվող մասնագիտական փորձը, որը կարող քեզ թույլ տա, որ դու մի փոքր անես այն, ինչ որ միշտ ուզեցել ես անես, բայց միշտ վախեցել ես, թե որտեղ անես, ինչ անես, ինչ ձևաչափով անես, ու մենք տալիս ենք այդ տարածքը, այդ որտեղ դու կարողանաս այդ ամեն ինչը անես։ Միևնույն ժամանակ բերելով միջազգային փորձագետների, որովհետև երբ որ դու նայում ես հիմիկվա շուկային, շուկան մենակ քո երկիրը չի, մենք բոլորս ապրում ենք մեկ մոլորակի վրա, մենք ու այդ ամբողջ ինքը ամբողջական մի հատված է։ Ու նաև մեր համար կարևոր է լաբորատորիայից հետո որ մենք այդ արդյունքները նաև շարունակական օգտագործում ենք, որովհետև օրինակ անցած տարվա արդյունքներից շատ երաժշտական գործեր, որոնք գրվեցին, մենք այս տարի թողարկեցինք վինիլ, որ այդ նաև շատ ուրախ ենք այդ ֆաստի հետ կապված, որովհետև ինքն նաև շատ հետաքրքիր այդ բանը ունի, էլի։ Հա, որ այդ պատկերացեք երաժիշտներ, որոնք ինչ որ sense երազել են ինչ-որ բան ստեղծել են նայեք մենք այդ մասնագիտական բարձր մակարդակի վրա ձայնագրել ենք, նաև թողարկել ենք, այդ մեծ ներշնչանք է, որպեսզի մարդիկ կարողանան այդ հատվածում անենք եւ հոսքում ենք բոլորս արվեստագետներ ենք ու ես միշտ այս որ ասում են ինչպես եք դուք ձեր ծրագրերը մտածում, ասեմ երևի թե ամեն ինչը իհարկե հետազոտության հիման վրա երբ որ մենք ուսումնասիրում ենք շուկան եւ նաեւ այն ամեն ինչը այն ցավը ու այն երազանքները երբ որ մենք ենք ունեցել այդ տեղից է գալիս որտեղ ոնց որ այսպես էս մեդալի երկու կողմերը տեսնում ենք մենք անընդհատ ու շատ ուզում ենք որ արվեստագետները ստեղծագործեն եւ այդ չվախենան, որ կարող են իրանք չհասկացվեն, որովհետև դրա համար կա մեր տարածքները, լաբորատոր, երբ որ դու կարող ես այդ ամբողջը տեսնես եւ այդ մենակ քո մտքում չի կամ քո համակարգչի մեջ չի։ Շատ ապահով հարթակ եք ստեղծում, որպեսզի ցավն ու երազանքը մեկտեղվի եւ դառնա իրականություն։ Իսկ արդյունքը, այսինքն կլինեն հաղթողներ, կլինեն մրցանակներ, այդ ճիշտ եմ հասկանում ամսի։ Չէ, մենք կնայեք որ բան արեցի, կտրեցի։ Ուղղակի միշտ այդ հարցը կա ոնց էր արդյոք ոնց էր որ աշխատանքներն են ամփոփվում եւ ինչն է արդյունքը օգոստոսի 2-ին։
Օգոստոսի 1-ին եւ 2-ին դուք գալիս եք վայելում եք ստեղծարար մտքի տարբեր դրսևորումները, համաշխարհային աստղերի կատարումները, այդ ամբողջը ձեր համար տեղի ունենում, իսկ մենք որպես հիմնադրամ վերջում արդեն ուսումնասիրում ենք եւ հասկանում ենք, որ աշխատանքները ունեն այսպես ասած արտահանման հեռանկար, որ աշխատանքները կարիք ունեն ավելի մեծ քանակի ներդրում կատարելու, որպեսզի ինքը զարգանա, որ աշխատանքներն են պահի մասին եւ իրականում կարիք չկա, որ ինքը զարգանա։ Ասել, որ հիմնադրամը տեր է կանգնում, հա, այդ նախագծերին եւ իդեմս ես աջակից եք դառնում այդ մարդկանց գաղափարներին կամ կիսատ իրականացված։ Այո, բայց համենայն դեպս մեր համար ամենամեծ արժեքը, որ հենց արվեստագետներն էլ իրենց գաղափարների տերը դառնում են, օրինակ կան դեպքեր, տարբեր լաբորատորիաներ, որ մենք տեսնում ենք ինչ-որ մի աշխատանք, որ շատ հավանում ենք, բայց օրինակ հենց նույն արվեստագետի համար ինքը այդ օրվա մասին էր, օրինակ ինքը չի ուզում վերադառնալ այդ աշխատանքին։ Դա նույնպես շատ գեղեցիկ պահ է, որովհետև նաև այն մարդիկ, ովքեր տեսել են աշխատանքը, իրենք եղել են այն միակները, ում համար դա հասանելի է եղել։ Կան արվեստագետներ, որոնք այնքան են ոգեշնչվում աշխատանքով, որ մենք իր կողքին արդեն պարտավոր ենք լինենք, բայց համենայն դեպս երբեք աշխատանքը չի ավարտվում օգոստոսի 2-ով, եւ մենք փակում ենք դրանց, հաջողություն։ Մենք իրար հետ տեսնում ենք ու փորձում ենք ու զարգացնում ենք ու աշխատում ենք ու սա շատ մեծ ճանապարհ է, ինքը մեկ օր չի եւ այդ արտահանումը հենց նույն մեր նպատակներից մեկն է շուկայի վերաիմաստավորումը, որովհետեւ օրվա վերջում արվեստագետը պետք է ապրի ու ստեղծագործի ու երբ որ քո շուկան մի փոքր մեծանումը երևի թե տենց արդեն գայս ենք տնտեսական ֆակտորներին, երևի թե մի քիչ ավելի ապահով ես նայում քո կյանքին։ Իսկապես մենք երկար տարիներ մտածել ենք, որ արվեստը դա շատ առանց հեգնանքի եմ ասում, շատ բարձր անհասանելի, ոչ բոլորի համար հասու մի ոլորտ է եւ արվեստ եւ արտահանել բառերը կարծես անհամադրելի են։ Այսօր դա արդեն նորմալ է, բնական է, ավելին նույնիսկ մարդը պետք է ձգտի դրան, քանի որ ինչպես նշեցիք, բոլորս ապրում ենք մեկ մոլորակում, դա մեր բոլորիս հասցեն է եւ հենց տեխնոլոգիաների շնորհիվ կարծես այդ տարածությունները կրճատվում են, շնորհակալություն տեխնոլոգիաներին եւ մենք դառնում ենք հասանելի աշխարհին։ Այո, եւ ուզում եմ ասել, որ այստեղ չգիտեմ ոնց ձևակերպեմ միտքս, որ շատ ճիշտ ընկալվի, բայց մենք ունենք Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր հետաքրքիր արվեստագետներ եւ բայց միշտ չէ, որ արվեստագետը մենեջեր է եւ ինքը կարող է ինքը իր արվեստը եւ իրեն ներկայացնել եւ արվեստ արտահանել։ Այո, եւ դրամարկակ դուք։ Հա, բայց եւ նաեւ մենք չեմ ուզում որ ընկալվենք որպես ինչ-որ sense պրոդյուսերական կենտրոն, որը ինքը արտահանել է։ Երբ թե ավելի շատ խոսում ենք կարողությունների շրջանակի ընդլայնման եւ խաղի կանոնների մի քիչ փոփոխման մասին, որովհետեւ հիմա շատ հաճախ մենք ապրում ենք մի քիչ դաժան խաղի կանոններում, երբ որ ամեն ինչ պայքարի մասին է, վազքի մասին է, որտեղ համագործակցությունն է ինքը նայվում է մեկ-մեկ որպես ռեսուրսների կորուստ, այլ ոչ թե ռեսուրսների ձեռբերում եւ երևի թե մենք ուզում ենք այդ խաղի կանոնները փոխել, երբ որ ինքը համագործակցությունը ինքը կորստի մասին չէ, այլ ձեռքբերման մասին է, որտեղ արդեն իրար օգնելով մեկս կարող է սա անել, մեկս կարող է նա անել եւ հիմա հենց նույն արհեստական բանականության շնորհիվ նույն մենեջերական աշխատանքները կամ չգիտեմ ջր հայտերի դիմելը կամ ջր բանը ինքը շատ ավելի հեշտացել է, բայց կարևորը իրար հետ համագործակցելն է ու դա մի բան է, որը մենք մտածում ենք, որ շատ բարդ է, միջև անելը։ Ինչպես ասում են, ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Այո։ Շնորհակալ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, մենք հիշեցնենք, որ շատ կարևոր, գեղեցիկ եւ անմոռանալի օրեր են սպասում օգոստոսի 1-ին եւ 2-ին, բոլոր նրանց համար, ովքեր անընդհատ ուզում են զարգանան, փնտրում եւ փորձում են գտնել նորը, գեղեցիկը, համադրել արվեստը, մշակույթը, գիտությունը եւ տեխնիկան, այնպես որ պլանավորեք ձեր հանգստյան օրերը հենց այս իսկ շաբաթ։ Իսկ այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Հոսք հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շոհակաթ Մելքե Գալստյանին։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։